Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման շրջանակում ամբողջությամբ փոխել ենք դասագրքաստեղծ գործընթացը, ձևավորելով մրցակցային դաշտ։ Միջին արժեքը 26%-ով նվազել է, բայց նաև մենք կարող ենք տեսնել, որ մրցակցային դաշտում ունենք լավ դասագրքեր, նոր հեղինակային խմբեր և տարեց տարի դասագրքերի որակը բարելավում է։ Որպեսզի մեր երեխաները լավ սովորեն, ներդնում ենք նաև ուսուցիչների մոտիվացիայի նոր համակարգեր, որպեսզի լավ դպրոցներում լավ բովանդակությամբ դասավանդեն լավ ուսուցիչներ։ Քանի որ այս հարցը շատ է շահարկվում, մի պարզ համեմատություն բերեմ։ 2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր ուսուցիչների շուրջ 6%-ը միայն, և նրանց 90%-ից ավելն էլ ստանում էր ընդամենը 10% հավելավճար։ Ուսուցչի վարձատրության որևէ նվազագույն շեմ ամրագրված չէր։ 18-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը 19 թվականին բարձրացվեց 10%-ով համատարած։ 20-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև բարձրացվեց ևս մեկ անգամ 2023-ին դառնալով 119,900 դրամ։ Բացի այդ, նոր չափորոշիչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող մեկ ժամի արժեքի բարձրացման տարրական դասարաններում 20%-ով, միջին և ավագ դասարաններում 10%-ով։ Ինչու եմ սա ասում, որտև հաճախ եմ լսում, թե ուսուցիչների վարձատրությանն ուղղված միակ հնարավորությունը կամավոր ատեստավորումն է, այնինչ նշված փաստերը ցույց են տալիս, որ ուսուցիչների վարձատրության և աշխատաժամանակի շարունակական բարելավման քայլեր են ձեռնարկվել, որոնք գուցե ինչ-որ պահից դառնում են սովորական և դադարում ենք նկատել։ Այս բոլոր փոփոխությունները ուսուցիչների, նոր չափորոշիչների, նաև կոնկրետ թվային արտահայտություն ունեն։ Եթե 2019-ին հանրակրթության ֆինանսավորումը 85,26 միլիարդ դրամ էր, 24-ին այն կազմել է 118,84 միլիարդ դրամ, կամ 33,58 միլիարդ դրամով ավելի կամ ավելի քան 39%-ով ավել։ Իհարկե ունեցել ենք նաև սովորողների թվի աճ, բայց ֆինանսավորման աճը գերազանցել է սովորողների թվի աճը։ Սակայն բացի սրանից ներդրվել են հավելավճարի նոր ծրագրեր։ Միայն նախորդ տարի հավելավճարների ծրագրերին պետությունն ուղղել է 10 միլիարդ դրամ։ Դրանք կամավոր ատեստավորումն է, որի շահառու են արդեն մեր ուսուցիչների շուրջ 20%-ը, ավելի քան 6300 ուսուցիչներ։ Բնագիտական առարկաների ուսուցիչներն են, ավելի քան 8200 ուսուցիչ 25% հավելավճար է ստանում։ Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցներն են, ավելի քան 3100 ուսուցիչ մինչև 50% հավելավճար է ստանում։ Տարակարգի մեխանիզմն է, որը բարեփոխվել է այնպես, որ հիմա 4-րդ աստիճանի տարակարգը 50% հավելավճարով դարձել է հասանելի շատ ուսուցիչների համար։ Ու այո, սա բերել է նրան, որ հիմա մենք ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ։ 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավել ուսուցիչ, 400,000-ից ավել բարձր վարձատրություն ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, և այս թիվը միայն ավելանալու է, որովհետև այս բոլոր կառուցակարգերը ներդրված են և աշխատում են։ Եվ մենք այո նախորդ տարի ունեցել ենք 3300 նոր ուսուցիչ համակարգում, որոնք այն մարդիկ են, որոնք որոշել են շարունակել կամ ընտրել ուսուցչի աշխատանքը, որովհետև տեսնում են պետության քաղաքականությունը։